Բարի գալուստ, այս դասը նախատեսված է հատկապես զինված ուժերում ծառայողների համար։ Կքննարկենք, թե ինչպես վարվել հարկադրական բաժանման պահերին։ Գուցե մեզ դիտում եք տեսաշապավենով եւ հավանաբար երկար ժամանակ է, ինչ հեռու եք ապրում ձեր կողակցից կամ պատրաստվում եք այդ հարկադիր բաժանմանը։ Հուսանք ամուսնական դասընթացի նախորդ դասերը ձեր հարաբերությունը ամրապնդելու համար օգտակար են եղել, երբ դեռևս միասին էիք, ինչպես նաև օգտակար խորհուրդներ տվել են ձեր հարկադիր բաժանման ընթացքի համար։ Բայց մենք քաջ գիտակցում ենք, որ այն զույգերը, ովքեր երկար ժամանակ հեռու են ապրում իրարից, ավելի մեծ հոգսեր եւ դժվարություններ են կրում, հատկապես երբ ամուսինը գնում է ռազմական թեժ գծերում ծառայելու։ Զինուժում ծառայողների ընտանիքները նույն խնդիրներին են հանդիպում, ինչ բոլոր ընտանիքները, բայց նրանք իրարից երկար ժամանակ հեռու լինելով անցնում են նաև այլ դժվարություններով։ Զարմանալի է, որ ըստ հետազոտությունների այդ բաժանումը ամուսինների վրա լավ կամ վատ անդրադառնալու համար այնքան էլ մեծ ռիսկային գործոն չէ։ Ոմանք տուժում են դրանից, ոմանք էլ հակառակը։ Զինվորների ընտանիքներին սպառնացող հիմնական վտանգը պատերազմն է։ Եթե ամուսիններից մեկը կռվում է թեժ գծում, ապա 60%-ով մեծանում է նրանց ամուսնալուծության հավանականությունը։ Սա հսկայական թիվ է կազմում։ Պատճառն այն է, որ ուղղակի դժվար է այդ մասին խոսելը։ Ես ինքս եղել եմ այդ վիճակում։ Ես ևս մասնակցել եմ թեժ կռիվների եւ գիտեմ, թե որքան դժվար է խոսել այդ մասին։ Հետևաբար իմ հորդորն է զինծառայողներին, որ կարողանան խոսել իրենց գլխով անցածի մասին։ Ամուսնական դասընթացը հաստատ կօգնի այդ հարցում։ Այս դասին մեր նպատակն է օգնել ու պատրաստել ձեզ բաժանման ընթացքն ավելի ճիշտ կազմակերպելու, որպեսզի դրա հետևանքով ձեր ամուսնությունն աճի ու ամրապնդվի։ Ես եւ Նիկին երկար ժամանակով հեռու չենք եղել միմյանցից, բայց մեր ժամադրությունների շրջանում որոշեցինք 6 ամսով առանձնանալ որպես փորձաշրջան։ Նիկին Աֆրիկայում էր, իսկ ես Մեծ Բրիտանիայում։ Այդ ժամանակ դեռ էլեկտրոնային նամակ եւ բջջային հեռախոս չկար։ Հետևաբար մեր հաղորդակցությունը սահմանափակվում էր միայն նամակներով, եթե տեղ հասնեին։ Իմ քրոջ ամուսինը ևս ծառայում է զինված ուժերում, իսկ մենք շատ մտերիմ ենք նրանց ընտանիքի հետ։ 28 տարի է, ինչ նրանք ամուսնացած են, ունեն 2 երեխա եւ ապրել են աշխարհի բոլոր ծայրերում։ Նրանք անցել են բաժանման զանազան փուլերով։ Ամուսինը եղել է թե ռազմական թեժ գծերում, թե խաղաղապահ զորքերում, թե միայնակ գործուղումների մեջ։ Մենք մեծ հարգանքով հետևում ենք, թե ինչպես են նրանք համակերպվում այդ իրավիճակներին։ Մենք խրախուսվում եւ ոգեշնչվում ենք, տեսնելով, թե ինչպես են նրանք հաջողակ ամուսնություն ու ընտանեկան կյանք կառուցում, չնայած իրենց բաժանման դժվարություններին։ Դա ունի նաև իր դրական կողմը։ Վերջերս քույրս ասում էր. երբեմն սարսափելի է, որ ոչ ոք չկա քեզ օգնող, բայց նաև նկատում ես, որ սկսել ես անել բաներ, որ երբեք չէիր արել, ու քեզ մոտ լավ է ստացվում։ Նա պատմում էր, որ մի անգամ ամուսնու Դեյվիդի բացակայության ժամանակ մեքենայի շարժիչի գլանները կոտրվել էին, իսկ նորոգելու համար հսկայական գումարներ էին պետք։ Նա գիտեր, որ Դեյվիդը երբեք այդքան գումար չի վճարի, այլ կփորձի ինքնուրույն նորոգել։ Հետևաբար ամեն գիշեր երեխաներին քնեցնելուց հետո նա ուսումնասիրել է մեքենայի նորոգման ձեռնարկը եւ սկսել մաս-մաս քանդել մեքենան։ Նրան օգնել էին շրջել մեքենան, բայց մնացած ողջ գործը գլուխ էր բերել միայնակ եւ հիացել իր նվաճումով։ Դեյվիդը վերադառնալով անակնկալի էր եկել ոչ միայն այն գումարի համար, որ կինը խնայել էր, այլ նաեւ որ ինքնուրույն այդպիսի մեխանիկական գործեր էր արել։ Դասի ընթացքում կլսենք նաեւ մեր բազմոցային հյուրերին, երկու զույգ, որտեղ ամուսինները ծառայել են զինված ուժերում։ Նրանց արդեն հանդիպել ենք մեր դասերի ընթացքում։ Առաջին զույգն է Ռեդն ու Լիսելը։ Ռեդն այս պահին զինուժում է։ Նրանք ամուսնացած են 15 տարի եւ ունեն 3 երեխա՝ 6, 10 եւ 12 տարեկան։ Ամուսնական դասընթացին մասնակցելուց հետո նրանք մի քանի անգամ անցկացրել են նման դասընթացներ Գերմանիայի ռազմական բազաներում։ Երկրորդ զույգը Փիթերն ու Մարին են։ Փիթերը ծառայում է օդուժում, իսկ Մարին տնօրինում է սեփական բիզնեսը։ Նրանք ամուսնացած են 13 տարի եւ ունեն 10 ու 11 տարեկան երեխաներ։ Թեև դասը նախատեսված է մասնավորապես ռազմական կայաններում ծառայողների համար, սակայն այս սկզբունքները վերաբերում են նաև այն զույգերին, ում ամուսիններից մեկն աշխատանքի բերումով հաճախակի է ճամփորդում կամ երկար ժամանակ հեռու է լինում կողակցից։ Ասենք նավթարդյունաբերական ընկերության աշխատող է կամ աղետի գոտիներ ուղարկվող խաղաղարար գործակալ, կամ էլ գուցե ամուսիններից մեկը երկար ժամանակով գտնվում է հիվանդանոցում կամ բանտում։ Գիտենք, որ դժվարությունները տարբեր են, կախված իրավիճակից։ Թեև չենք կարող մանրամասն անդրադառնալ բոլոր կետերին, բայց եւ այնպես կդիտարկենք ամուսինների հարկադիր բաժանման որոշ ընդհանրական սկզբունքներ, որոնք հուսանք կկարողանաք կիրառել ձեր իրավիճակներում։ Բայց դրանից առաջ լսենք որոշ մարդկանց, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում հարկադրաբար բաժանվել։
Ես կնոջիցս հեռու եմ եղել մոտ 7.5 կամ 8 ամիս, քանի որ գործուղման էին ուղարկել ինձ։ Մեր ամենաերկար բաժանումը եղել է մոտ 4 ամիս։ Ես եւ կինս ծառայում ենք ռազմական ուժերում։ Միմյանցից հեռու ենք եղել 6 ամիս։ Մեր ամենաերկար բաժանումը եղել է 6 ամիս, գործուղման պատճառով։ Մեր ամենաերկար բաժանումը եղել է 1 ամիս։ Մեր ամենաերկար բաժանումը եղել է հենց վերջերս։ 13.5 շաբաթ։ Ինձ ուղարկել էին Սուզանավում աշխատելու։ Մոտ 3-4 ամիս առաջ էինք ամուսնացել։ Ու մեր բաժանումը կարելի ասել կրակի մկրտություն էր։ Մենք ընդամենը 5 ամիս առաջ էինք ամուսնացել, երբ ես գնացի ռազմական պարեկության։ Ինձ համար դա մեծ ցնցում էր հրաշալի մեղրամսից հետո։ Իրոք, շատ դժվար էր։ Ավելի դժվար, քան պատկերացնում էի։ Հրաժեշտ տալու պահը շատ ուզիչ է։ Բոլորը կարծում են, թե ես քար եմ։ Նրանք նայում են ինձ ու ասում. «Դե մազին է, նա քարի պես կարծր է»։ Բայց երբ հասնում է այդ պահը, ոչ, մազին քար չէ, մազին շատ փափկասիրտ է։ Մենք նշանված ժամանակ արդեն մի ընթացք եղել էինք իրարից հեռու։ Չէ, կարծեմ դեռ նույնիսկ չէինք էլ նշանվել։ Երբ բաց ծովային նավի վրա էի լինում, էլեկտրոնային նամակագրական ու հեռախոսային կապ կար։ Սուզանավում էլ դեռևս կարողանում էի պահպանել կապը Լաուրայի հետ։ Նա կարող էր ինձ 40 բառ ուղարկել 2 շաբաթը մեկ։ Մենք հերթ էինք կազմում նավի վրա, եւ եթե հերթդ հասնում էր, ժամանակը շուտ սպառվում էր կամ նավը թեքվում էր ու ազդանշանը կորչում։ Նորից պետք է ամբողջ պատմությունը կրկնեիր։ Ավելի հեշտ է մոռանալ, թե ինչ է կատարվում տանը եւ կենտրոնանալ քո գործի վրա։ Կարծես դու ընտանիք չունես։ Երբ իրարից հեռու եք, ամենամեծ դժվարությունն այն է, որ ուղղակի չես կարող օրվա վերջում կիսել ապրումներդ։ Աշխատանքից տուն ես գալիս, հոգնած ես եւ միակ մարդը, ում ուզում ես տեսնել, ամուսինդ է, իսկ նա տանը չէ։ Դա ամենադժվար բանն է, հատկապես երբ հոգնած ես, ոչ ոք չի կարող բեռդ կիսել։ Մեր հարաբերությունն արդեն այնքան էլ հարթ չէր, երբ ես մեկնեցի, եւ դա մեծ հարված էր մեր փոխհարաբերությանը։ Այդ ժամանակ էր, որ կինս սկսեց ամուսնալուծություն պահանջել։ Ես մայր եմ։ Երբեմն ինձ թվում է, թե միայնակ մայր եմ, միայնակ ծնող։ Այդ միայնակությունն է, որից տանջվում եմ ժամանակ առ ժամանակ։ Նրան իրոք կարոտում եմ։ Հիմա կուզենք մի քանի րոպե քննարկեք, թե անցյալում ինչպես է բաժանումն ազդել ձեր ամուսնության վրա, եթե ունեցել եք նման ընթացք։ Կամ եթե նման բան լինի, ինչպես կազդի ձեզ վրա։ Օգտակար կլինի նշումներ անել։ Կուզենք այժմ տեսնենք, թե ինչ ապրումներ եւ հույզեր են ունենում ամուսինները բաժանման ընթացքից առաջ, այդ ընթացքում եւ հետո։ Որքան լավ իմանաք, թե ինչ է կատարվում, այնքան ավելի կնվազեցնեք թյուրիմացությունների ռիսկը, որ այդքան բնորոշ է լարված պահերին։ Բաժանմանը պատրաստվելիս առաջին քայլը հետազոտելն է։ Հասկանալ, թե ինչ ապրումներ են ունենում ամուսինները։ Դուք առաջինը չեք, որ անցնում եք այդ ճանապարհով։ Այո, սովորաբար ամեն մեկը կարծում է, թե ինքը կամ իրեն զույգը միակն է, ով ունի նման ապրումներ։ Ներքին պայքարների մեջ, երբ բաժանումից առաջ սկսում ես հոգեպես մեկուսանալ, վախենում ես, որ ձեր ամուսնության մեջ ինչ-որ բան այն չէ։ Երբ հասկանում ես, որ դա նորմալ է, այլևս չես մտահոգվում, այլ կարողանում ես քեզ տիրապետել մինչև բաժանման ավարտը, այդ ողջ ընթացքում պահպանելով հրաշալի ամուսնական կապը։ Արդեն նշել եմ, որ անշուշտ կան նաև լրացուցիչ այլ գործոններ։ Եթե ամուսիններից մեկը գնում է ռազմական գոտի, որտեղ բաժանման ժամանակահատվածն անկանխատեսելի է, եւ չկա մշտական հաղորդակցություն, ինչպես նաև վախ կա, որ նա նույնիսկ չվերադառնա։ Ամեն մեկը այլ կերպ է վարվում այդ վախի դեպքում, բայց ամեն դեպքում պետք է անդրադառնալ դրան։ Քույրս պատմում էր, որ իր համար շատ օգտակար է եղել, երբ ինքն իրեն պատրաստել է վանթարագույնի համար։ Եվ դիմադրել բոլոր վախերին, մտածելով, թե ինչ կլինի, եթե մնա առանց ամուսնու։ Կարևոր է անդրադառնալ այս վախերին։ Հավանաբար ամենադժվար ոլորտը լուրջ վնասվածքների, պատահարների կամ ի վերջո մահվան մասին մտքերն են։ Բայց եթե խորհում ես այդ մասին, լուծումներ գտնում եւ պատրաստ ես լինում վատթարագույնին,
Դա մտքի խաղաղություն է բերում տանը քեզ սպասող կողակցիդ։ Որոշ ամուսինների համար օգտակար է լինում իրար հետ միմյանց վախերի մասին զրուցել, մինչդեռ մյուսները գերադասում են խոսել ուրիշի հետ։ Շատերը ձգտում են շփվել իրենց կարգավիճակում գտնվողների հետ, ովքեր հասկանում են իրենց։ Մի կին, որի ամուսինը պատերազմի դաշտում էր, հասկացել էր, որ իրեն չի սփոփում ծնողների տանը մնալը, որովհետև ոչ ոք չէր հասկանում, թե ինչ ապրումներ ունի ինքը։ Հիմա կդիտարկենք հիմնական վարքագծի փուլերը, որ վերաբերում են բոլորին, անկախ նրանից ամուսինը ռազմադաշտում է թե այլ վայրում։ Սա հիմնված է ամերիկացի հոգեբան Քեթլին Վեստալ Լոգանի կատարած հետազոտությունների վրա։ Նա 9 ամիս հետազոտություններ է անցկացրել Միացյալ Նահանգների մի խումբ նավաստիների եւ նրանց կանանց հետ։ Նրա ուսումնասիրությունը կոչվում է բաժանման զգացմունքային շրջանակը։ Սրա օգնությամբ կքննենք որոշ խնդիրներ, որ գուցե հոգեհարազատ են ձեզ։ Դասի ընթացքում հիմնականում կենթադրենք, թե ամուսինն է տնից հեռացողը, իսկ տանը մնացողը կինն է։ Սա անում ենք լոկ պարզության համար, բայց գիտակցում ենք, որ գուցե կինն է մեկնողը կամ էլ երկուսով եք հեռացել տնից։ Միգուցե դուք նույնիսկ ամուսնացած չեք, այլ երկարատև հարաբերություն ունեք։ Առաջին փուլը կորստի սպասման շրջանն է, որ հիմնականում վրա է հասնում ամուսնու մեկնումից 4 կամ 6 շաբաթ առաջ։ Այս փուլին բնորոշ է մեծ լարվածությունը։ Օրինակ, կնոջ կամ ամուսնու մոտ կարող է նկատվել բարկացկոտություն կամ դեպրեսիայի ընդհանուր զգացում։ Գուցե ամուսիններով սկսեն վիճել, երբ սովորաբար չեն վիճում։ Կնոջ մոտ նկատվում է նաև խռովկանություն։ Նրա մեկնելուց առաջ շատ էինք վիճում։ Մինչդեռ կարծում էինք, թե ավելի շատ ժամանակ կանցկացնենք իրար սեր ցույց տալով, քանի որ շուտով պետք է բաժանվեինք։ Լարվածությունը շատ մեծ էր, հատկապես վախի զգացումի պատճառով, քանի որ նա պատերազմական գոտի էր մեկնում, իսկ ես վախենում էի նրա համար հասկանալով, թե ուր է գնում։ Այդ լարվածության պատճառով մենք անընդհատ վիճում էինք, կռվում։ Բանը հասավ նույնիսկ նրան, որ ուզում էի Պիտերն ուղակի գնա, իսկ ես նրա համար մտահոգվելու փոխարեն սպասեմ նրա վերադարձին։ Չգիտեմ, հասկանում եք ինձ, թե ոչ։ Հետո իրոք դժվար էր հաշտվել, վերականգնվել, ուղակի հրաշալի էր, երբ նա ողջ տուն եկավ։ Այո, չեմ հիշում, որ այդքան շատ ենք վիճել, բայց հիշում եմ, որ իմ մեկնելուց առաջ տանը լարված մթնոլորտ էր։ Դա սկսել էի նկատել իմ գնալուց մոտ 6 ամիս առաջ։ Այդ 6 ամիսները կարծես մեր բաժանման սկիզբն էին, եւ լարվածության պատճառով ասես կրկնապատկվում էր ժամանակը։ Թվում էր, թե դա անվերջանալի է։ Եվ այո, թեթևություն զգացի, երբ վերջապես գնացի ռազմադաշտ այն հույսով, որ վերադառնալու եմ։ Եվ իրոք լավ էր, որ ժամանակին վերադարձա։ Վերջապես այդ ամենին վերջ տրվեց։ Այս վիճաբանությունները կարող են ինքնապաշտպանական դրսևորումներ լինել, կորստին համակերպվելու համար։ Մի կին ասում էր, որ ամուսնու դեմ զայրույթն օգնեց իրեն ավելի հեշտությամբ արձակելու նրան։ Այլ տարածված նշաններից են անհանգստությունն ու զայրացկոտությունը։ Որոշ կանայք ասում են, որ այդ ընթացքում ավելի հաճախակի են արտասվում։ Մինչ կինը զայրանում է ու նյարդայնանում, ամուսինը կարող է իրեն մեղավոր զգալ հեռանալու համար կամ մտահոգվել, թե ինչպես է ապրելու ընտանիքն իր բացակայությամբ։ Հրաժեշտի օրվա մոտենալու հետ աճում է լարվածությունը, մեծանում է անելիքների ցուցակը, երբեմն նույնիսկ խուճապ է սկսվում, երբ հասկանում ես, որ չես հասցնում գործերդ։ Մենք հարցրել ենք այս զույգերին, թե ինչ ապրումներ են ունեցել բաժանումից առաջ, եւ ահա նրանց պատասխանները։ Գործուղման մեկնելու նախորդ օրերը ամենադժվար օրերն են, որովհետև բոլորը մի տեսակ վախեցած են։ Ես եւ կինս գիտենք, որ գնալու եմ, հետեւաբար շատ լարված ենք։ Բանը հասավ նրան, որ կինս ասեց. «Խնդրում եմ, հիմա գնա, միևնույն է չես կարողանում մտածել ընտանիքի մասին, այլ միայն գործերիդ մասին ես մտածում»։ Նրա գնալուն նախորդող առաջին 3 շաբաթներն են ամենադժվարը։ Դա իմ կարծիքն է։ Անդադար վեճեր, մտահոգություններ եւ անշուշտ հույզեր։ Լինելով զինվոր, ուղղակի ուզում ես շուտ անցնել գործի եւ կատարել քո հանձնարարությունները։ Իսկ կինդ ուզում է, որ հնարավորինս շատ ժամանակ անցկացնես իր հետ։ Մինչև իմ նավարկության օրը ամեն ինչ արդեն անտանելի էր, որովհետև ուղղակի կանգնել ու սպասում էինք այդ օրվան։ Ես փորձում էի չմտածել դրա մասին։ Օրը կգա բարին հետը,
Բայց դե մեկնելու միտքը քեզ հանգիստ չի տալիս։ Երբ վերջապես հասավ օրը, ամեն ինչ այնքան տխուր էր։ Ուղղակի անընդհատ մտահոգությունների մեջ ես։ Օրերն ես հաշվում, ժամերն ու րոպեները, թե երբ է նա դուրս գալու տնից ու քեզանից հեռու լինելու 4 ամիս, 6 ամիս։ Եվ սրտիդ խորքում կա այդ հարցը. արդյոք նրան նորից կտեսնեմ։ Դա ամենադժվար, ամենադժվար պահն է։ Աշխատում ես բոլորին հաճեցնել, գոհացնել կնոջդ, երեխաներիդ, հրամանատարներիդ։ Պետք է նաև հնարավորինս գոհացնես ինքդ քեզ։ Մեզ ամենաօգտակար խորհուրդը տվեց մեկը, ով եղել էր նման իրավիճակում։ Նա ասաց. տեղի տուր ընկճվածությանը։ Նրանք, ովքեր չէին անցել այդ ճանապարհով, ասում էին. վայելեք այս ժամանակը։ Իսկ դա ահավոր դժվար է, ինչպես Փոլն ասաց։ Երբ մնացել է ընդամենը 14 օր, 13 օր, այդ ժամանակ էր, որ մի կին ասաց. թույլ տվեք ինքներդ ձեզ միասին տխրել։ Դա բնական է։ Մենք այդպես էլ արեցինք։ Այսպիսով ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ։ Հույժ կարևոր է ժամանակ տրամադրել եւ իրար հետ ճիշտ հաղորդակցվել, ինչպես խոսեցինք երկրորդ դասին։ Շատ օգտակար կլինի, եթե կարողանաք հասկանալ եւ քննարկել ձեր զգացմունքները։ Հատուկ ժամանակ տրամադրեք, նստեք, փորձեք ողջել, թե ինչ ապրումներ ունի դիմացինը։ Մի փորձեք ուղղել միմյանց, ուղղակի աշխատեք լսել, թե ինչ է ասում նա եւ ցույց տվեք, որ հասկանում եք նրան։ Այլ մտահոգություն կարող է լինել անհավատարմությունը։ Միմյանցից հեռու լինելով, մենք կարող ենք ենթակա լինել գայթակղությունների։ 6-րդ դասին խոսեցինք ամուսնությունը հրակայուն դարձնելու մասին։ Շատ կարևոր է 100%-ով նվիրված լինել, որպեսզի պահպանվի ամուսնական մտերմությունն ու անկեղծությունը, երբ միմյանցից հեռու ենք։ Իմ կարծիքով գայթակղություններին դիմակայելը լուրջ դժվարություններից մեկն է։ Տնից հեռու եղած ժամանակ մի սարսափելի արտահայտություն են անում։ Դրսում կատարվածը մնում է դրսում։ Այո, տղամարդկանց համար, երբ տնից հեռու են, գայթակղության ավելի շատ բան կա, քան եթե ամեն երեկո գնան տուն իրենց կանանց մոտ։ Ես ինքս հայտնվել եմ նման իրավիճակներում։ Երբեմն պարզապես ստիպված էի հեռանալ այնտեղից, որտեղ պատրաստվում էին պոռնոգրաֆիկ ֆիլմ դիտել, կամ նման ամսագրի շուրջ հավաքվել։ Զրահամեքենայում էի աշխատում։ Գիշերվա իմ հերթապահները բոլորովին մեր կնոջ նկար էին փակցրել։ Առավոտյան, երբ արթնացա ու նրանցից ընդունեցի հերթափոխը, մի քանի թուղթ ու անձեռոցիկ գտա։ Կնոջ նկարի վրա ներքնազգեստ փակցրի։ Նրանց դա բոլորովին դուր չեկավ։ Ես էլ բացատրեցի, որ իրենց արարքն էլ ինձ դուր չի գալիս։ Ուստի այդ նկարը պետք է հանել։ Այդպես էլ արվեց։ Տանը լինել չի նշանակում զերծ լինել գայթակղությունից։ Էլի ուզում ես լինել ուրիշների հետ։ Կարողանալ զրուցել այդպիսի թեմաներից նրանց հետ, ովքեր ճիշտ ձևով են սատարելու քեզ։ Ոչ թե մղելու են գայթակղության։ Անշուշտ մենք հաշվետու ենք մեր կողակցին, բայց գուցե օգտակար լինի ունենալ մի վստահելի ընկեր, աշխատակից կամ խորհրդատու, ում հետ կարող ենք ժամանակ առ ժամանակ քննարկել մեզ հուզող հարցերը։ Միմյանց հավատարիմ լինելը մեր նվիրումի մի մասն է։ Սա լավ է ներկայացված հետևյալ սուրբգրային խոսքում. Եթե ընկնես, ընկերդ քեզ կբարձրացնի, բայց եթե ընկնես եւ կողքիդ մեկը չլինի, քեզ համար շատ դժվար կլինի։ Ճիշտ կլինի, եթե միասին որոշեք, թե ինչերի չեք նայելու, ինչպիսի վայրեր չեք այցելելու, ինչեր չեք անելու, ինչ մարդկանցից եք խուսափելու եւ ինչպես եք ձեզ պահելու հատուկ առիթներին, որպեսզի պահպանեք ձեր ամուսնությունը։ Մեր իրավիճակները տարբեր են։ Մեզ հանդիպող գայթակղությունները եւս, ինչպես նաեւ թե ինչպես ենք վարվում այդ պարագաներում։ Փորձությունն ինձ համար հավանաբար ավելի մեծ է, քան որ ես հեռու եմ։ Ամեն հսկողությունից դուրս եւ ինչ էլ անեմ, հազիվ թե ընկնի Մարիի ականջը։ Իսկ եթե չես վախենում, որ կբռնվես, գայթակղությունը մեծանում է։ Դրա համար ես աշխատում եմ խուսափել նման իրավիճակներից կամ փորձում եմ հեռու մնալ մոլորություններից ու ավելի շատ մտածել դրանց բացասական հետևանքի մասին։ Ինչ կլինի, եթե զիջեմ։ Իսկ հետո այդ մասին իմացվի։ Ուղղակի սարսափելի է։ Մենք երջանիկ ամուսիններ ենք, եւ ես ուզում եմ Մարիի հետ ձեռք ձեռքի զբոսնել, երբ 60-70 տարեկան լինենք։ Իսկ վատ արարքները կխաթարեն իմ այն երազանքը, որ մի օր երկուսով երջանիկ թոշակառուներ կդառնանք։ Հիմա ուզում ենք, որ մի քանի րոպե քննարկեք, թե ինչպես եք պաշտպանելու ձեր ամուսնությունը սայթաքումներից, երբ միմյանցից հեռու լինեք։ Ինչ մտահոգություններ ունեք, ինչ սահմաններ եք դնելու ամեն մեկիդ համար։
Իրարից հեռու լինելիս խիստ կարևոր է հաղորդակցվելը։ Օգտակար կլինի նախորոք քննարկել, թե ինչպես է կապ պահպանելու իրար հետ, երբ հեռու լինեք։ Ինչ հաճախականությամբ եք զրուցելու կամ այցելելու, եթե դա հնարավոր լինի։ Քննարկեք, թե ինչպես եք հաղորդակցվելու՝ հեռախոսազանգեր, կարճ հաղորդագրություններ, էլեկտրոնային նամակներ, փոստային նամակներ եւ այլն։ Մտածեք, թե ինչպես եք միմյանց հասցնելու ձեր նորությունները, հատուկ առիթները եւ թե ինչպես եք պահպանելու ձեր կապը երեխաների հետ, եթե ունեք։ Հիշում եմ մեր տղայի 3-րդ տարեդարձն էր։ Փիթը երկար ժամանակ տանը չէր եղել եւ վերադառնալու էր մի քանի շաբաթից։ Ես նկարահանեցի տարեդարձի ողջ երեկոն, մեր բոլոր ընկերներին, նվերները բացելու պահը եւ այլն։ Մենք արագ փոստով ուղարկեցինք այդ սկավառակը այնտեղ, որտեղ նա էր, Ամերիկայի մի ծայրից մյուսը, եւ 24 ժամ անց նա կարող էր այն դիտել։ Կարծում եմ, դա նրա համար առանձնահատուկ նվեր էր։ Մենք նրան չէինք զգուշացրել, որ ուղարկում ենք, որոշել էինք անակնկալ անել։ Լավ կլինի միասին նայեք ու տեսնեք, թե ինչ առիթներ կան, երբ հեռու լինեք։ Ասենք տարեդարձեր կամ Սուրբ Ծնունդ։ Քննարկեք, թե ինչ ծրագրեր ունեք։ Գուցե որոշեք նվերներ ու բացիկներ գնել, որոնք նախորոք կփաթեթավորեք ու կստորագրեք։ Որոշ զույգերի համար օգտակար է, երբ ամեն մեկը հատուկ օրերը իր մոտ նշած օրացույց է ունենում։ Քննարկեք նաև այլ գործնական մանրամասներ, որ գուցե ի հայտ գան, ասենք ինչ կլինի, եթե համակարգիչը փչանա կամ գազօջախը պայթի։ Ֆինանսական բոլոր հարցերը լուծված են։ Կինն ունի բոլոր անհրաժեշտ պարագաները հոգալու իր եւ երեխաների կարիքները։ Իմ կարծիքով շատ կարևոր է, որ լավ նախապատրաստվեք գործնական հարցերում։ Պարզապես պետք է նստեք եւ քննարկեք, թե ինչ հարցեր կարող են ծագել։ Ինչ փոփոխություններ է կրելու ձեր մշտական օրակարգը։ Օրինակ, եթե մեքենան նորոգման կարիք ունի, այդ գործը հիմնականում Ռեդն է անում մեր տանը։ Եթե նա տանը չէ, ես գաղափար չունեմ, թե ուր են տանում կամ դե նման խնդիրներ են քննարկում։ Եվ Ռեդն ինձ հրահանգներ է տալիս։ Այսինչ օրը պետք է մեքենան տանես այսինչ վայրը եւ այս մասերը նորոգել տաս։ Դա ինձ շատ է Այո, օգնում։ լսել ենք ամերիկացի մի զինծառայողի մասին, ով իր մեկնելուց առաջ մի տեղեկատվական ուղեցույց էր գրել, որի ամեն էջը մի բանի մասին էր։ Այստեղ նորոգվում է լվացքի մեքենաները, կամ տան ջեռուցումն անջատվում է այսպես։ Այստեղ էլեկտրոէներգիայի ընկերությունն է եւ այլն։ Նա գրել էր ամեն ոլորտի մասին, ինչ մտքով անցել էր։ Վստահ եմ, դա կնոջը մեծ հանգստություն էր պարգևել, քանի որ այլևս անսպասելի խնդիրների առաջ չէր կանգնելու եւ չէր փորձելու շտապ զանգահարել ամուսնուն, ինչը հաճախ շատ դժվար է լինում։ Գուցե քննարկելու այլ բաներ լինեն։ Շատ կարևոր է, որ գործնական զրուցեք, թե ինչ կլինի, եթե ձեզանից մեկը, ասենք ինչ-որ պատահարի ենթարկվի, ծանր հիվանդանա կամ նույնիսկ մահանա։ Կտակ թողել եք, եթե երեխաներ ունեք, ով է նրանց համար հոգ տանելու, երբ դուք այլևս նրանց հետ չլինեք։ Լոկային փաստը, որ Ռեդի կտակը գրված է, եւ ես գիտեմ, որտեղից այն պետք է ստանամ, եւ ինչ միջոցներով ենք ապրելու, օգնում է ինձ այլևս չմտահոգվել։ Իսկ եթե դա արված չլիներ, նույն լարվածության մեջ կլինեի ինչպես ուրիշները։ Եղել են զինվորներ, որ սպանվել են ու անանուն մնացել, իսկ կանայք մտածում են, թե արդյոք իրենց ամուսինն էր։ Իմանալով, որ շատ գործեր կիսատ են մնացել, նրանք ընկնում են անտանելի լարվածության մեջ։ Ամեն բան կարգավորելը մտային խաղաղություն է տալիս ողջ ընտանիքին։ Բայց եւ այնպես գուցե լինեն որոշ բաներ, որ կնախընտրեք չքննարկել այդ պահին, քանի որ դա շատ դժվար կլինի տանը մնացողի համար։ Ռազմաճակատի թեժ գծում հեշտ է նման որոշումներ կայացնել։ Երբ Իրաքում էի, երբեմն պառկում էի քնելու չիմանալով առավոտյան կարթնանամ, թե ոչ։ Ռումբերը շուրջս աջ ու ձախ պայթում էին։ Եվ ես գիտեի, որ այդ գիշերներին ընդամենը բախտի բերմամբ գլխից չէին պայթում։ Իսկ Մարիին չէի ուզում պատմել այդ ամենը։ Նրան չէր կարելի պատմել, քանի որ կսկսեր անհանգստանալ։ Դա նրանից գաղտնի էի պահում։ Քիչ հետո մի վարժությամբ հնարավորություն կտանք ձեզ միասին քննարկելու նման խնդիրները։ Մտահոգություններից մեկն էլ կարող է լինել այն, թե ինչպես եք վարվելու, եթե երեխաներից մեկն իրեն լավ չպահի։ Այս նուրբ հարցերի եւ գործնական խնդիրների շուրջ քննարկելուց բացի աշխատեք ժամանակ հատկացնել միմյանց, իրար հետ հաճելի ժամանցի եւ միմյանց սեր արտահայտելու համար։ Հիշարժան բաներ արեք միասին, որ երբ իրարից հեռու լինեք, կարողանաք վերհիշել ու փայփայել դրանք։
Ասենք կարող եք ձեր սիրելի վայրերն այցելել եւ երկուսիդ հաճելի բաներով զբաղվել։ Ժամանակ տրամադրեք նաեւ ռոմանտիկային եւ սեքսին։ Շատ ամուսիններ հատուկ նկարներ կամ երկտողեր են տալիս իրար, որպեսզի բաժանված ժամանակ նայեն։ Գուցե կարողանաք դրանք թաքցնել, որ մյուսը ձեր բաժանումից հետո տեսնի։ Սա կարող է դառնալ երկուսիդ կապող զգացմունքային թել։ Այս ընթացքի երկրորդ փուլը վրա է հասնում մեկնումից անմիջապես առաջ եւ արտահայտվում է հիմնականում մեկուսացումով եւ ետ քաշվելով։ Ամուսինները հաճախ փորձում են զգացմունքային պատնեշ կառուցել որպես ինքնապաշտպանության միջոց։ Որոշ զույգեր զգացմունքային մեկուսացում նկատում են հատկապես ննջարանում։ Այս ընթացքում սեռական մերձեցումը չափազանց դժվարանում է։ Դժվար է սեր արտահայտել այն զգացումով, որ ամուսնությունը դրված է սառցի վրա։ Իրավիճակը բարդանում է, երբ մտածում ես, որ պետք է հնարավորինս շատ զբաղվել սիրով, որովհետև հաջորդ ամիսների ընթացքում հեռու եք լինելու իրարից։ Ամուսիններից մեկը մյուսի պասիվությունը կարող է դիտել որպես անձնական մերժում, իսկ քանի որ դրանից լարվածությունը մեծանում է, շուտով պոռթկում են վիճաբանություններն ու զայրույթը։ Տնից հեռացող ամուսինը կարող է իրեն մեղավոր զգալ ընտանիքը թողնելու համար։ Կկարողանան գլուխ անել առանց ինձ։ Ինչքան կիսատ գործեր ունեմ թողած, ինչքան մեղավոր եմ։ Նա կարող է անհանգստանալ նաև մտածելով իր գնալու վայրի մասին, թե ինչպես է հարմարվելու այդ ամենին։ Այստեղ եւս բանալին հաղորդակցվելն է։ Փորձեք օգնել միմյանց հասկանալու, թե ինչ է կատարվում։ Ժամանակ հատկացրեք փորձելով ավելի շատ հասկանալ, ոչ թե հարձակվել միմյանց վրա։ Մի փորձեք ձևացնել, թե ձեզ համար հրաժեշտ տալը հեշտ է։ Հրաժեշտի պահը իրոք շատ դժվար էր, որովհետև ես փորձում էի երեխաների առաջ ինձ ուժեղ ցույց տալ եւ այնպես անել, որ նրանք մտածեին, թե ամեն բան կարգին է։ Մենք լավ կլինենք։ Բայց ներքուստ սիրտս կտրտվում էր, որովհետև վախենում էի անորոշությունից եւ երեխաներին միայնակ խնամելուց։ Դա հավանաբար իմ կյանքի ամենադժվար օրերից մեկն էր, նրա մեկնելու օրը։ Ես վաղ առավոտյան մեկնեցի։ Որոշել էինք, որ իմ գնալուց 1 ժամ առաջ բոլորս արթնանանք եւ միասին անցկացնենք այդ վերջին րոպեները։ Այդ 1 ժամում պետք է հասցնեինք նաեւ նախաճաշել։ Ժամանակը խիստ սահմանափակ էր թվում։ Ես չէի կարողանում զսպել արցունքներս եւ նույնիսկ չէի ամաչում երեխաների ներկայությունից։ Չէի ուզում, որ նրանք կարծեն, թե սառնասրտությամբ լքեցի իրենց։ Ուզում էի ցույց տալ, որ ինձ համար նույնքան դժվար է ինքս ինձ տնից դուրս նետելը, որքան դժվար է նրանց համար ինձ ճանապարհելը։ Մենք բոլորս նույն ապրումներն ունեինք այդ պահին, եւ դա իրոք յուրահատուկ ժամանակ էր։ Թեև դժվար էր բնազդին հակառակ գնալ, բայց եւ այնպես որոշեցի միանգամայն անկեղծ լինել։ Այդպես էլ արեցի եւ երեխաներից չթաքցրի արցունքներս։ Ամուսինների համար հրաժեշտի երկար պահերը շատ դժվար են։ Գուցե ավելի լավ կլինի, որ միասին նախորոք քննարկեք, թե ինչպես եք վարվելու մեկնելու այդ վերջին րոպեներին։ Հրաժեշտի եւ նրան ճանապարհ դնելու պահն այնքան ցավոտ է, որ մենք աշխատում ենք այն հնարավորինս կարճ դարձնել։ Մի անգամ, երբ նոր էինք ամուսնացել, Զանզիբարից նավակով պետք է գնայի մայրաքաղաք, որպեսզի այնտեղից ինքնաթիռ նստեի։ Իսկ Լիսելը մի 2 օրից պետք է վերադառնար Մեծ Բրիտանիա, նոր աշխատանքի անցնելու համար։ Այդ օրը ծնողներիս եւ Լիսելի հետ գնացի նավահանգիստ, բարձրացա նավը, բայց ինչ-ինչ պատճառներով 2-3 ժամ ուշացում եղավ։ Օ, սարսափելի էր։ Ես կանգնած էի նավահանգստում, իսկ նա նավի վրա էր։ Մեր հեռավորությունը մոտ 5 մետր էր։ Արդեն իրար հրաժեշտ էինք տվել եւ այլևս չէինք կարող զրուցել։ Ռեթի ծնողները չէին ուզում գնալ միջև որ նավը շարժվեր։ Եվ հաջորդ 2-3 ժամն անցկացրինք միմյանց ձեռքով անելով ու Օթային համբույրներ էինք ուղարկում, շուրթերով ասում՝ ես քեզ սիրում եմ։ Այնքան շատ արեցինք, որ արդեն անտանելի էր դառնում, մինչև նավը վերջապես շարժվեց։ Այդ միջադեպից հետո մեր հրաժեշտի պահերը շատ կարճ են ու կտրուկ։ Հիմա մենք շատ հեշտ ենք կազմակերպում այդ ամենը։ Այո, տանը հրաժեշտ ենք տալիս, իսկ երբ հասնում է մեկնելու պահը, պարզապես ասում ենք. «Դե լավ, հաջողություն»։ Եվ վերջ։ Այդքանը։ Հիմա կխնդրենք, որ երկուսով մի վարժություն անեք։ Գրեցեք ձեր պատասխանները հետևյալ վարժության համապատասխան տողերում։ Բաժանման վերլուծում։ Աշխատեցեք գրել ձեր միտքը եկած առաջին իսկ պատասխանը։ Մի խորեք երկար։
Արժե նշել, որ ինչքան էլ լավ պատրաստվեք, ինչքան էլ զրուցեք ու քննարկեք հրաժեշտի պահին, դուք ձեզ զգում եք անպատրաստ ու ցնցված։ Ես բացասական ապրումներ եմ ունենում, երբ Փիթը հեռվում է։ Երբեմն պատճառը նրա դեմ զայրույթն է, քանի որ լքել է ինձ ընտանեկան բարդ իրավիճակներում կամ այլ պարագաներում։ Երբեմն պատճառը վախն է։ Սկսում եմ անհանգստանալ նրա համար, թե ինչ կլինի նրա հետ, տուն կվերադառնա, թե ոչ, ու նման բաներ։ Բայց կամաց հաղթահարում եմ այդ զգացումները։ Իսկ եթե շատ բարկացած եմ, անպայման ասում եմ նրան, որ չիմանա, թե ամեն ինչ այդքան հեշտ է։ Բայց հիմնականում ամեն ինչ լավ է լինում։ Սովորաբար այդքան էլ շատ չեմ մտահոգվում այդ խնդիրներով։ Մի տեսակ համակերպվում եմ եւ սպասում նրա վերադարձին։ Սովորաբար, երբ օտուժից են ինձ կանչում եւ գործողման ուղարկում, ես այլընտրանք չունեմ, ուղղակի պետք է գնամ։ Մի անգամ, երբ այդպես կանչել էին, շատ դժվար էր մեկնել, քանի որ Մարին ինձ էր մեղադրում։ Նա այդ գործողման պատճառով բարկացել էր ինձ վրա, ոչ թե հակաօդային պաշտպանության, այլ հենց ինձ վրա։ Ինձ համար շատ ծանր էր, որովհետև արդեն դժվարանում էի գնալ այնպես, ինչպես Մարին էր դժվարանում ինձ արձակել։ Բայց տարիների ընթացքում արդեն վարժվել ենք։ Մարին կարծես հիմա այդպես չի բարկանում, քանի որ արդեն հասկանում է, որ իմ աշխատանքի բնույթն է այդպիսին։ Կարծում եմ, նա աստիճանաբար ընդունել է այդ փաստը։ Իսկ որքան շատ ենք վարժվում, այնքան ավելի հեշտությամբ ենք միմյանց հրաժեշտ տալիս։ Հիմա ավելի շատ աշխատում ենք կենտրոնանալ դրական կողմերի վրա։ Անհամբեր սպասում ենք, թե երբ ենք հանդիպելու, ոչ թե ինչքան վատ է, որ իրարից հեռու ենք։ Դա մեր վերջին տարիների մեծագույն ձեռքբերումներից է։ Տնից հեռու կողակցի համար մի զբաղված ընթացք է։ Նոր շրջապատ, նոր պայմաններ ու խնդիրներ։ Գուցե ժամանակը շատ սուղ է եւ չի բավականացնում կողակցի մասին կամ նույնիսկ սեփական ապրումների մասին մտածելու։ Իսկ կնոջ կյանքում այս ընթացքը հաճախ ամենաանկայուն զգացմունքների շրջանն է։ Սկզբում թեթևություն է զգում, որ հրաժեշտի պահն անցավ, որին հաջորդում է հանցանքի զգացումը այդ թեթևության համար։ Եթե ես սիրում եմ ամուսնուս, ինչու եմ ուրախ, որ նա գնում է։ Տանը մնացող կողակիցը կարող է իրեն զգալ թմրած, աննպատակ, զայրացկոտ, ճնշված կամ անկազմակերպ, խաթարվել է առօրյան, կենցաղը, իսկ նոր կենսակերպը դեռևս չի հաստատվել։ Այս ընթացքում որոշ կանայք մեկուսանում են իրենց ընկերներից եւ շրջապատից։ Շատ կանանց մոտ նկատվում է նաեւ անքնություն։ Չեն խաղաղվում, որովհետեւ ողջ շաբաթվա ամեն օրվա ծանրությունը իրենց վրա է։ Մեկը պատմում էր, որ քնելուց առաջ 2-3 անգամ ստուգում է, թե դռները փակ են, ամեն ինչ անջատել է։ Այլ կանանց մոտ այս փուլում նկատվում է անկառավարելի քնկոտություն։ Սովորաբար սրտում կուտակվում է բարկություն ամուսնու դեմ։ Նա սկսում է իրեն մեղավոր զգալ ամուսնու հեռանալուց առաջ ունեցած վեճերի համար։ Ձեզ համար շատ օգտակար կլինի, եթե բաժանման այդ սկզբնական փուլի համար սկսեք ծրագրեր կազմել, հատկապես հանգստյան օրերի համար։ Եթե ռեթը հեռվում է, հանգստյան օրերը ամենադժվարն են։ Երեխաները շատ փոքր են, ոչ միջափահաս մարդ չկա կողքիդ, որ խոսես։ Ուստի քեզ միայնակ ու մեկուսացված ես զգում։ Հետևաբար լավ կլինի նախօրոք ծրագրել հանգստյան օրերը։ Դա քեզ հաճելի սպասում կպարգևի։ Անելիք կունենաս, որ շաբաթ օրերդ չանցկացնես խանութներում թրև գալով։ Իսկ հետո խոստովանես, որ ոչինչ էլ չես ուզում գնել, այլ պարզապես ուզում ես մարդկանց մեջ լինել։ Կամ էլ չես նստի տանն ու լուրերը դիտես։ Ինձ համար կարևոր է եկեղեցի գնալը, որովհետև այդպիսով կարողանում եմ դուրս գալ, մարդկանց հանդիպել եւ անշուշտ ստանալ մյուս քրիստոնյաների աջակցությունը։ Որոշ կանայք ասում են, որ իրենց օգնում է, երբ տունը մաքրում են տղամարդու հետքերից։ Մեկը բացատրում էր, որ երբ աչքից հեռացնում է ամուսնու առօրյա գործածման պարագաները, ավելի լավ է համակերպվում նրա հեռու լինելու փաստին։ Մենք հարցազրույց ենք ունեցել ոմանց հետ եւ հարցրել, թե ինչպես են անցկացրել իրարից հեռու եղած ժամանակը։ Լսենք նրանց պատասխանները։ Ես կարոտում էի կնոջս գուրգուրանքներին ու համբույրներին։ Կարոտում էի համեղ ճաշերին, մեր կռիվներին։ Կարոտում էի, դե շատ բան կար կարոտելու։ Առաջին մի քանի օրերը մեծ ցնցումներ են եւ շատ դժվար է։ Բայց աստիճանաբար նոր առօրյա է ձևավորվում։ Այդպիսով կյանքը փոքր-ինչ հեշտանում է, բայց դա չի նշանակում, թե այլևս կնոջդ չես կարոտում։ Ինձ համար շատ դժվար է, բայց դժվար է երեխաների համար, եթե նրանք դեռ փոքր են։
Նրանք ամեն օր հարցնում են. Ինչու հայրիկը տանը չէ։ Ուր է հայրիկը։ Երբ է գալու հայրիկը։ Սկսում են հաշվել օրերը, գիշերները, մինչև որ նա վերադառնա։ Սկզբում մտածում էի, թե որքան վտանգավոր վայրում եմ գտնվում։ Բայց հետո արդեն, թե ինչ կանեն նրանք, եթե ինձ հետ մի դժբախտություն պատահի։ Ի վերջո, ես ընտրել եմ այս աշխատանքը, բայց նա չի ամուսնացել իմ աշխատանքի հետ, այլ ինձ հետ։ Ամուսինս գրեթե ամեն օր զանգահարում է։ Կարողանում ենք հաղորդակցվել, հետևաբար այնքան էլ դժվար չի լինում ինձ համար։ Երբ մի օր չի կարողանում զանգել, սկսում եմ անհանգստանալ, թե ինչ է պատահել, բայց երբ զանգում է, ամեն ինչ նորմալանում է։ Երբ 1 կամ 2 շաբաթ նրանից էլեկտրոնային փոստով նամակներ կամ հեռախոսազանգեր չեմ ստանում, սկսում եմ անհանգստանալ ու մտահոգվել։ Մտքովս հազար ու մի բան է անցնում, թե ինչ կարող է պատահած լինել։ Ընդամենը մի հեռախոսազանգը կամ նամակը բավական է ասելու. «Բարև, ինձ մոտ ամեն ինչ կարգին է»։ Տանը մնացող կողակցի համար հաջորդ փուլը նոր առօրյա ձևավորելն է։ Սա համակերպվելու եւ առաջ շարժվելու փուլն է։ Լարվածությունն աստիճանաբար թուլանում է, եւ շատ կանայք հետզհետե ավելի ինքնավստահ են դառնում։ Հեռախոսի վարձերն ավելի շատանում են, քանի որ կանայք չափահաս մարդկանց հետ զրուցելու կարիքից մղված զանգահարում են ընկերներին։ Այս փուլում բաժանումն արդեն դառնում է տանելի։ Շատ կանանց համար սա հիմնականում ազատության ու անկախության շրջան է։ Ավելի շատ ժամանակ կա նոր ընկերներ ձեռք բերելու կամ նոր գործերով զբաղվելու համար։ Զգացմունքներն ավելի կայուն են, իսկ նոր օրակարգը սահուն է ընթանում։ Բայց եւ այնպես այս ընթացքը կարող է նաեւ դժվար լինել, հատկապես եթե բաժանումը երկար է տևում։ Հնարավոր է, որ կինը այդպես էլ չվերականգնվի դեպրեսիայից եւ անհանգստությունից։ Ռեթի բացակայության ընթացքում երբեմն դեպրեսիան կլանում էր ինձ։ Հիշում եմ, նույնիսկ այնպիսի պահ եղավ, որ արդեն որոշում էի, թե ինչ եմ հագնելու Ռեթի թաղմանը, եթե նրան ինչ-որ բան պատահեր։ Ներքուստ մի տեսակ տհաճ զգացումների անհատակ վիհում էի հայտնվել։ Այնպես, որ ստիպված էի ականջներիցս բռնել եւ դուրս քաշել այդ անդունդից։ Պարզապես հաստատուն որոշում եւ վճռականություն էր պետք հասկանալու, որ իմ բռնած դիրքը ճիշտ չէ։ Իմ դեպրեսիան չհասավ մասնագետների օգնությանը դիմելուն, բայց ոմանք գուցե կարիք ունենան դիմել ընտանեկան բժշկին կամ վստահելի մեկին։ Ընկերներիս հետ զրուցելն անշուշտ օգնում էր ինձ։ Քույրս, որ ամուսնու բացակայությամբ տանն էր մնացել երեխաների հետ, պատմում էր, որ ինքը վճռական որոշում է կայացրել։ Քանի դեռ ամուսինը պատերազմական թեժ գոտում է, չի հետևելու լուրերին, ոչ էլ թույլ է տալու երեխաներին դիտել լրատվությունը։ Նա հետևյալ խորհուրդն էր տալիս. մի թույլ տուր, որ լուրերը նվաճեն քո տունն ու քեզ մշտական սպառնալիքի մեջ պահեն։ Դու պետք է հարմարվես կյանքին, ինչպիսին այն կա այդ պահին։ Արժե նշել, որ ոչ բոլոր կանայք են անցնում զգացմունքային այս բոլոր փուլերով կամ հասնում նոր օրակարգ ձևավորելու այս փուլին։ Այդ շրջանը կարող է 3-րդ փուլից բաժանման անմիջական հետևանքներից անցնել 5-րդ փուլ։ 5-րդ փուլը տունդարձի սպասումն է, որը կարող է լինել խառը զգացմունքների շրջան, անհանգստություն կամ ոգևորություն։ Ռեթի վերադառնալուն նախորդող շրջանն այնքան ոգևորիչ է։ Ասես մի մեծ տոնախմբության ենք պատրաստվում։ Երեխաները սովորաբար մի մեծ պաստառ են պատրաստում վրան գրելով. «Բարի վերադարձ հայրիկ, մենք սիրում ենք քեզ»։ Ասես առաջին ժամադրությանդ ես պատրաստվում։ Աշխատում ես ամեն ինչ տեղին լինի, որ նրան ներկայանաս գեղեցիկ սանրվածքով, մի քանի կիլոգրամ նիհարած եւ շուրջ բոլորն ամեն ինչ կատարյալ լինի։ Մեծ ոգևորությամբ սպասում ենք նրա վերադարձին։ Երբեմն նաև կասկածում ես մտածելով. նրան դուր կգա արդյոք այս փոփոխությունները, որ արել ենք իր բացակայությամբ։ Կամ արդյոք պետք է ես փոխվեմ, այլ մարդ դառնամ, որպեսզի մեր ամուսնական կյանքն այս պահից ճիշտ ուղով գնա։ Կարծում եմ, նույն բանը կատարվում է նաև վերադարձողի մեջ։ Ես էլ եմ տունդարձի ոգևորություն ապրում։ Սովորաբար, բանակում զորախմբով ինչ որտեղ գնալիս, մեր կենսապայմանները բավական համեստ են։ Կերակուրը մի օրինակ է։
Անկողինը միշտ մի քանի զինվորի համար է, հաճախ իրար սեղմված։ Անհամբեր սպասում ես, թե երբ պետք է տուն հասնես ու հանգիստ առնես։ Իմ կարծիքով, մյուս կողմից զինծառայողները հակված են երևակայության գիրկն ընկնելու եւ երազելու կնոջ հետ իրենց սեռական մերձեցման պատրանքը։ Եվ հաճախ շատ-շատերը անիրական երազանքներ են կառուցում։ Այո, կանայք անհամբերությամբ սպասում են, որ նորից միասին են լինելու։ Իրենց ռոմանտիկ կյանքը շարունակվելու է։ Այդ տեսանկյունից են դիտում, այնպես որ պիտի սկսես հաղորդակցվել սկզբից եւ հետ։ Կանայք հիմնականում սպասում են ամուսինը տուն վերադառնալով պետք է իրենց գկվի ու գովի, որ ամեն ինչ ճիշտ են արել իրենց բացակայության ժամանակ։ Սեքսը հավանաբար նրանց ցանկի վերջին շարքերում է։ Երկկողմանի կարիք կա հանդուրժողության, փոխհմբռնման եւ զոհաբեր սիրո, որպեսզի ամուսինները կարողանան միավորվել։ Տուն գալով ես պահանջներ չեմ առաջադրում, այլ համբերում եմ եւ կարծում եմ համբերելը շատ կարեւոր է։ Անիմաստ է անմիջապես դեպի անկողինը վազել, դե ինչ է թե դու անդադար այդ մասին ես մտածել, երբ նրանից հեռու ես եղել։ Հիմա վերջապես վերադարձել ես 5 րոպե անց արդեն այդպես չի լինի։ Մտերմությունն այնքան կարևոր է, որ ժամանակ պետք է տրամադրես ու կառուցես այն, մինչև որ զգաս, որ երկուստ եք, պատրաստ եք։ Իսկ դա չես կարող ծրագրել, որովհետև մի գործուղումից վերադառնում ես եւ ամեն բան հեշտ ու արագ է դասավորվում։ Մինչդեռ մյուս գործուղումից հետո որոշ ժամանակ է պահանջվում։ Պարզապես պետք է բնական ռիթմը գտնել ու զգալ, թե երբ է ճիշտ ժամանակը։ Ես օրինակ նայում եմ Մարիի աչքերի մեջ ու կարդում, թե երբ է ճիշտ պահը։ Ամուսիններով առաջին հերթին պետք է ժամանակ հատկացնենք միմյանց ամեն առումով ավելի լավ ճանաչելու, հասկանալու։ Իսկ թե երբ է ճիշտ պահը, երկուստ էլ կհասկանաք։ Իսկ մինչ այդ տուն մտնելուն պես մենք սկսում ենք փաթաթվել, շոյել իրար, ուղղակի այդ կերպ փորձելով հասկանալ միմյանց, իրար հետ ավելի երկար ժամանակ անցկացնելով։ Հիմա մի քանի րոպե ամուսիններով ասացեք միմյանց, թե տունդարձի պահին ամենաշատը ինչ սպասումներ ունեք։ Տունդարձի այս փուլում որոշ ամուսիններ սկսում են անհանգստանալ։ Գուցե նույնիսկ սկսեն մտածել, թե արդյոք իրենց ներկայությունն իրոք անհրաժեշտ է ընտանիքին, չէ՞ որ ընտանիքն առանց իրենց էլ շատ լավ է ապրում։ Նրանք, ովքեր երկար ժամանակ են բացակայել, սկսում են մտահոգվել, թե երեխաներն իրեն կճանաչեն։ Մի անգամ հայրիկի վերադարձին մայրիկը երեխային ասում է. «Դե համբուրիր հայրիկին»։ Իսկ երեխան վազում անցնում է սրահում կանգնած անծանոթ տղամարդու կողքով եւ համբուրում սեղանիկին դրված նկարը։ Շատ կանայք սարսափով նկատում են, որ չեն հասցրել անել այն ամենը, ինչ ծրագրել էին, որ կանեն ամուսնու վերադարձից առաջ։ Այդ ժամանակ ավտոլվացման կայանները լիքն են կանանցով։ Նրանք մեքենան են մաքրել տալիս եւ զղջում, որ երեխաներին թույլ են տվել մեքենայում հաց ուտել։ Երբեմն դրան գումարվում է նաև բաժանման ժամանակ տարբեր միջադեպերից կուտակված զգացումները։ Գուցե քեզ հետ պատահել են բաներ, որոնք սպի են թողել հիշողության մեջ։ Ինչպես բացատրել նրանք քո մեջ տեղի ունեցած փոփոխությունները։ Գուցե այլևս նույն մարդը չես զգում քեզ։ Ամուսիններին տանջում է այն հարցը, թե ինչ պատմի կնոջը, ինչ չպատմի։ Արդյոք նա կհասկանա, արդյոք դա իրեն կվանի, թե կմտերմացնի։ Բարեբախտաբար ես շատ վտանգավոր իրավիճակներում չեմ հայտնվել, բայց մի քանի անգամ պատահել է, որ կողքից ռումբեր են պայթել։ Այդ ժամանակ Լիսելին դրա մասին պատմելը, դե ես չէի էլ կարող պատմել, որովհետև ընդհանրապես կապ չկար այդ օրերին։ Դա մի քանի տարի առաջ էր։ Բայց հենց այդ ժամանակ չէի պատմի, հետագայում կսկսեի քիչ-քիչ պատմել։ Իմ կարծիքով այդ ժամանակ Լիսելին անհանգստություն չպատճառելու համար ես պետք է աշխատեի ավելի շատ պատմել իմ զգացմունքների ու մտքերի, քան ինձ պատահող դեպքերի մասին։ Երբ տեղյակ չես մարդու անցյալին, չես հասկանում, թե ինչու է այս կամ այլ կերպ վարվում։ Գիտեմ, ցավոտ բաների մասին դժվար է խոսել։ Գուցե նույնիսկ կարիք լինի առաջին հերթին դիմել մասնագետ խորհրդատուի օգնությանը։ Բայց եթե ուզում եք ձեր ամուսնական կյանքում ամեն բան ճիշտ ընթանա, պետք է հաղորդակցվեք։
Պատմեք այդ փորձառությունների մասին։ Դա շատ կարևոր է, այլապես միշտ ինչ-որ բաց մնալու է ձեր կյանքում։ Մենք տեսել ենք դա որոշ զույգերի կյանքում։ Ասենք, ամուսինն անցել է դժվարին փորձությունների միջով եւ դրանց պատճառով կարծես անդամալուծվել է։ Բայց այդպես էլ չի հարթել այդ ներքին հարցերն ու մեկուսացել է բոլորից։ Այդ թվում նաեւ կնոջից։ Նա սկսել է այլ վարքագիծ դրսևորել։ Իսկ խեղճ կինը գաղափար անգամ չունի, թե ինչ է կատարվում ամուսնու մտքում կամ սրտում։ Դա մեծ պատնեշ է առաջացրել նրանց ամուսնական հարաբերություններում։ Չի կարելի ամեն ինչ թաղել հիշողության ծալքերում։ Պետք է բացատրել կնոջը, թե այս կամ այն միջադեպն ինչպես է փոխել քեզ։ Իսկ կինը պետք է ըմբռնումով մոտենա եւ լավ լսող լինի։ Պոստ-տրավմատիկ սթրեսի հիվանդությունը տարածված ախտանիշ է։ Եթե ունեցել եք նման ցավոտ փորձառություններ եւ ապրումներ ու չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել, ապա առաջարկում ենք հնարավորինս շուտ դիմել մասնագետի օգնությանը։ 6-րդ փուլը դերերի եւ պարտականությունների վերաբաշխումն է։ Ամուսինը վերադարձել է եւ երկուսին էլ հարմարվելու համար ժամանակ է անհրաժեշտ, միմյանց ներկայությանը սովորելու համար։ Ում համար էր ավելի ծանր մրցույթի գայթակղությունից խուսափեք, քանի որ բաժանումը դժվար է եղել երկուսիդ համար էլ։ Ձեր միացումը դրական փորձառություն է դառնում, երբ գնահատում եք միմյանց, որ քաջությամբ եք հաղթահարել բաժանման այդ ընթացքը։ Այդ ժամանակ շատ մտերմիկ ենք դառնում։ Կարծես մեր երկրորդ մեղրամիսն է։ Այո, առաջին մի քանի օրերին ուրախ ես, ոգևորված, որ տանն ես, ուղղակի մտնում ես այն առօրյայի մեջ, որ քեզ թվում է, թե շատ վաղուց էր, ամուսնական կյանք, երեխաներ եւ այլն։ Միևնույն ժամանակ քեզ կարող ես մի տեսակ անհարմար զգալ, որովհետեւ այդ ամենից կտրված ես եղել։ Հատկապես, երբ որոշ փոփոխություններ ես արել։ Օրինակ եղել են դեպքեր, երբ մենք տեղափոխվել ենք նոր տուն ռեթի բացակայության ընթացքում։ Վերադառնալով նա չգիտեր ինչը որտեղ է դրված, բայց պահանջներ չէր դնում, թե ինչպես տունը դասավորեի իր ուզածով։ Այս փուլում դուք կարող եք միասին լինել ֆիզիկապես, բայց ոչ միշտ զգացմունքայինորեն։ Պետք է պատմեք ձեր ապրումներից ու գլխով եկած անցածից, որպեսզի նորից ձեզ միասին զգաք։ Իսկ դրա համար պետք է ծրագրել ու ժամանակ հատկացնել միմյանց որպես ամուսիններ։ Ամուսնական դասընթացին սովորեցնում են ամուսնական ժամանցի մասին։ Նույնիսկ պահանջում են, որ որոշենք եւ օրակարգում գրանցենք։ Մենք այդպես էլ անում էինք տարիներ շարունակ։ Ուղղակի վերցնում էինք մեր օրագրերն ու սրճարան գնում։ Հենց ամուսնական ժամանցի ընթացքում մենք որոշում էինք մեր հաջորդ ժամանցը, թե երբ ենք անելու եւ ուր ենք գնալու։ Երբ իրարից հեռու էինք, օրագրերում այդ էջերը դատարկ էին մնացել։ Եվ մեզ համար կարևոր էր նորից այդ սովորությանը վերադառնալ։ Այդ ժամանակ էր, որ զգացինք նորից ամուսիններ ենք, դասավորվել ենք։ Այլևս չկան բաժանման բացասական զգացումները եւ ամեն բան իր հունի մեջ է։ Ժամանակ է պետք, որ սովորեք միմյանց ներկայությանը։ Միկին ամուսնու վերադարձի հենց առաջին օրերին շատ էր վրդովել ամուսնու վրա։ Ամեն անգամ, երբ ընտանիքում մի լուրջ որոշում կայացնելու հարց էր ծագում, նա զանգում էր ընկերներին ու խորհուրդ հարցնում։ Այնպես, որ մի օր կինը վերջապես բացականչեց. «Ես քո կինն եմ, ինձ հետ խոսիր»։ Սա կարող է վերաբերել նաև մյուս կողակցին։ Քանի որ միմյանցից հեռու եղած ժամանակ երկուսով էլ ձեր շուրջը ստեղծել եք ընկերական շրջապատ, որ աջակցում է ձեզ։ Այս փուլում ձեր հիմնական գործն է եսից նորից անցնել մենքին։ Երբ նորից միասին ենք ու նորից թիմ պետք է դառնանք, որքան հեշտ կմիանանք կախված է նրանից, թե ինչքան ժամանակ ենք միմյանցից հեռու եղել։ Եթե նա հեռու է եղել երկուշաբթիից մինչև ուրբաթ, թվում է, թե տնից չի էլ գնացել։ Նա վերադառնում է ու շարունակում ենք անել այն, ինչ պետք է արվի։ Ընտանեկան կյանքն ընթանում է իր հունով։ Բայց ավելի դժվար է, երբ նա երկար ժամանակով է հեռանում, որովհետև ես ավելի անկախ եմ դառնում եւ ամեն ինչ անում իմ ուզածով։ Այդպես էլ պետք է լինի, երբ մենակ ես մնում երեխաներիդ հետ։ Ուստի ինձ համար դժվար է ետ քաշվել, տեղը զիջել նրան ու ներգրավել որոշումների մեջ։ Երբ նա Իրաքից վերադարձավ, մի քանի շաբաթ պահանջվեց դրա համար, որովհետև այնքան երկար էր եղել նրա բացակայությունը, իսկ ես այնքան էի սովորել ամեն ինչ ինքնուրույն անելուն։
6-րդ փուլում ամուսինները պետք է դերերի ու պարտականությունների շուտապույտ վերաբաշխում անեն։ Ամուսնական կյանքը չի կարող շարունակվել նույն ձևով։ Նրանց գլխով տարբեր բաներ են անցել, տարբեր կերպ են աճել եւ այդ բոլոր փոփոխությունները պետք է հաշվի առնել։ Երբ երկար ժամանակից հետո նորից միանում եք, կանանց հիմնականում սարսափեցնում է այն միտքը, որ կորցնելու են իրենց ձեռք բերած անկախությունը։ Որքան երկար է տևում բաժանումը, կինն այնքան ավելի ինքնավստահ է դառնում, որ ամեն բան կարող է անել, կարող է ձեռնարկել գործեր, որ դրանից առաջ հնարավորություն չի ունեցել անելու։ Իսկ երբ արդեն միասին եք, սկսում ես մտածել՝ միգուցե հրաժարվեմ որոշ գործերից։ Իմ կարծիքով ուղղակի պետք է խոսեք այդ մասին եւ ձևավորեք ձեր առօրյան, բայց ամեն ինչ նույնը չէ, ինչ գնալուց առաջ էր։ Երկուսդ էլ տարբեր բաների միջով եք անցել, կյանքն առաջ է գնացել։ Հետևաբար որոշ ժամանակ է պետք, մինչև շունչը տեղը գա։ Այդ ժամանակ ճիշտ կլինի նորից որոշել, թե ասենք ով է աղբը թափելու, կամ ով է մեքենայի համար հոգ տանելու, կամ ափսեները լվալու։ Այս ամենը նորից ասպարեզ են գալիս։ Նույն որոշումները, ինչ նորապսակ երիտասարդներն են կայացնում եւ ինչը քեզ թվում էր, թե վաղուց արդեն հաստատված է երկար տարիների ամուսնությամբ։ Տնից հեռանում ես, վերադառնում եւ հանկարծ տեսնում, որ այդպես չէ։ Կարևոր է վարժվել միմյանց ներկայությանն ու միասին լինել, սակայն ամուսինը դեռևս կարիք ունի ժամանակ առ ժամանակ հանդիպելու աշխատակից ընկերներին, միասին զրուցելու գլխով անցած դեպքերի մասին, հիշողություններ, որ կինը թերևս դժվարանա հասկանալ։ Նմանապես կինն էլ ընկերների կամ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու կարիք կունենա։ Այդ սկզբնական շրջանում մի քանի ամիս իրարից հեռու ապրելուց հետո անընդհատ միասին լինելը կարող է բախումներ առաջացնել։ Որոշ կանայք երբեմն այլայլվել են մտածելով, թե ով է իր ննջարանում պարկած այս տղամարդը։ Մյուս կողմից ամուսինը թերևս մտածի. ինչու եմ իմ սեփական տանը ինձ օտարի պես զգում։ Վճիռ կայացնելիս սկսում են նեղսրտվել միմյանցից, քանի որ ամեն մեկը իր պարտքն է համարում դա։ Որոշ կանայք էլ մտահոգվում են այս հարցով. ամուսինս ուզում է, որ վերջ տամ իմ բոլոր գործերին, քանի որ ինքը տանն է, իսկ ինչու վերջ տամ։ Մենք հարցազրույց ենք անցկացրել որոշ զույգերի հետ, եւ նրանք բացատրում են, թե ինչ ապրումներ են ունեցել, երբ կրկին միասին են։ Վերադառնալուց առաջին շաբաթը բավական դժվար էր։ Մեզ պետք էր միասին նստել ու հասկանալ, որ ամեն ինչ այնքան էլ վարդագույն ու հիասքանչ չէ։ Պիտի քննարկեինք այդ ամենը, տեսնեինք ինչ հարցեր է ծագել վերադարձով։ Թվում է դժվար է, բայց շատերի կյանքում իրական է։ Երբեմն չեն հասկանում, որ հենց դա է իրենց խնդիրը։ Արտասովոր է։ Դժվար է սովորել նրա ներկայությանը տան մեջ։ Նրա համար դժվար էր, որովհետև իրեն անտեսված էր զգում։ Մենք արդեն սովորել էինք, որ մեր գործերը պետք է անենք 3-ով, ոչ թե 4-ով։ Նրա համար էլ դժվար էր նորից իր առօրյայի մեջ ներառել նաև մեզ։ Լավ է, երբ չես լարվում նրա վերադարձով, այլ հոգեպես հանգիստ ես, առանց բոլոր այս մտքերի։ Ճանաչում եմ որոշ կանանց, ովքեր շատ վատ են զգացել իրենց, քանի որ ամուսինը տուն վերադառնալով չի հավանել հյուրասենյակի կահույքի դասավորությունը կամ էլ խոհանոցում իրերի նոր տեղադրությունը։ Տուն վերադառնալիս իմ մտահոգությունն այն է, որ մի բան չխաթարեմ։ Դե Սարան դաստիարակել է երեխաներին, լուծել բոլոր ֆինանսական հարցերը, տանն ամեն բան արել է ըստ իր ցանկության։ Իսկ հիմա ես տուն եմ գալիս եւ ամեն ինչ նորից փոփոխում։ Ուղղակի հրաշալի է առաջին մի քանի շաբաթները, բայց հետո հասկանում ես, որ դժվար է ինչ-որ մեկի հետ նորից ապրելը։ Նրա բացակայությամբ դու քո առօրյան ես մշակել, իսկ հիմա պետք է նոր կենցաղ ձևավորես նրա ներկայությամբ։ Այս բոլոր մտահոգությունների ու հոգսերի համար անհրաժեշտ է լավ հաղորդակցություն եւ կարողությունների բաշխում, ինչի մասին խոսեցին գերորդ դասին։ Անօգուտ է պարզապես ենթադրել, թե դու տեղյակ ես կնոջդ կամ ամուսնուդ մտքերին ու ապրումներին։ Որոշ զույգեր անընդհատ իրար հետ զրուցելով արտահայտվում են, մինչդեռ ուրիշ զույգեր թաքցնում են, մինչև մի լավ վիճում են եւ ամեն բան դուրս նետում։ Հեշտ է մտածել, թե կողակցի աշխատանքը քո աշխատանքից հեշտ է։ Մի մարդ գործից տուն է գալիս եւ տունը գտնում է սարսափելի վիճակում։ Դրսի դուռը բաց, հեռուստացույցը բարձր միացրած, խոհանոցը տակնու վրա։ Դուրս նայելով տեսնում է, որ երեխաները խաղում են այգում, դեռևս իրենց գիշերանոցներով։
Վախենալով, թե արդյոք մի բան է պատահել, ամուսինը բարձրանում է վեր ու տեսնում, որ կինը անկողնում պառկած գիրք է կարդում։ Կինը նայում է նրան, ժպտում է եւ հարցնում, թե ինչպես է անցել նրա օրը։ Կնոջը նայելով ամուսինը շփոթված հարցնում է. «Ինչ է պատահել»։ Կինը նորից ժպտում ու պատասխանում է. «Դե ամեն օր գործից տուն ես գալիս ու հարցնում, թե ինչ եմ արել ողջ օրվա ընթացքում»։ «Այո», պատասխանում է ամուսինը, իսկ կինը, թե «Դե այսօր էլ ոչինչ չարեցի»։ Գուցե ձեր ենթադրությունները, թե ով ինչ պետք է անի, հիմնականում բխում են մշակույթից, այն ինչ սովորեցնում է հեռուստացույցը, ընկերները կամ ծնողների օրինակը։ Միմյանցից հեռու ժամանակ այս դերերը փոփոխվում են, քանի որ տանը մնացողը ավելի մեծ պարտավորություններ է ստանձնում տան խնամքի առումով։ Ամուսնու վերադարձից հետո դերերը պետք է վերստին բաշխել։ Հիմա կխնդրենք ձեզ ավելի երկար վարժություն անել, որ կօգնի ձեզ որոշել ձեր ամուսնական կյանքի դերերը եւ ցույց կտա, թե ինչպես է բաժանումը ազդել այդ ոլորտի վրա։ Վերջին փուլը միասին նորմալ կյանք հաստատելն է։ Ամուսինների եւ ընտանիքի կյանքն այժմ հոսում է նոր առօրյայով։ Դերերը վերահաստատվել են, զգացմունքները կայուն են եւ կարող եք վայելել նորից միասին լինելու ջերմությունն ու մտերմությունը։ Ամենակարևոր խորհուրդը, որ մեկն ինձ տվեց, հետևյալն էր. մի կարծիր, թե երբ վերադառնաս, ամեն ինչ նույնն է լինելու։ Ես մտածել եմ այդ մասին եւ կավելացնեմ հետևյալը. պետք է դրան նայել որպես դրական երևույթ։ Երբ նոր էինք ծանոթացել, մեր հանդիպումներն ու ժամադրությունները շատ հետաքրքիր էին։ Բաժանումից հետո նորից միանալով, ասես հանդիպումների այդ առաջին շրջանն ենք վերապրում։ Երբ նորից միանում եք, այդ ընթացքը կարող եք գործածել հօգուտ ձեզ եւ մի քանի շաբաթ պարզապես իրար սիրահետեք։ Կտեսնեք, որ դա ձեզ համար հետաքրքիր է եւ թարմություն է տալիս։ Մենք, որ պարբերաբար հեռվում ենք լինում, կարելի է ասել առավելություն ունենք նրանցից, ովքեր չեն հեռանում, քանի որ ապրում են նույն առօրյայով։ Մինչդեռ մենք միշտ ունենք թարմանալու եւ նորոգվելու հնարավորություն։ Հուսանք հիմա ավելի լավ պատկերացում կազմեցիք բաժանման տարբեր փուլերից։ Մեր կայքեջում կարող եք գտնել եւս մի հատված իրարից հեռու լինելու ժամանակը ճիշտ տնօրինելու մասին։ Մենք ուզում ենք այս դասն ավարտել վերջնական ակնարկներով։ Մենք հարցազրույց ենք անցկացրել որոշ մարդկանց հետ։ Այստեղ նրանք ասում են, թե իրենց տրված խորհուրդներից որն է ամենաարժեքավորը իրենց համար։ Լսենք նրանց։ Հաղորդակցում եւ իրազեկում։ Պետք է գործուղման մեկնելուց առաջ հնարավորինս լավ իրազեկես կնոջդ։ Ասա նրան. մի փորձիր թաքցնել ու ասել, թե ապահով վայրում ես լինելու, երբ այդպես չէ։ Ուղղակի անկեղծ եղիր նրա հետ եւ հաղորդակցվիր։ Վերադառնալուց հետո եւս անկեղծ եղիր։ Խոսիր քո փորձառությունների մասին, բայց նաեւ աշխատիր մտնել նրա առօրյայի մեջ։ Ի վերջո նա չի փոխվել, դու ես փոխվել։ Ես ինձ հետ մի աղոթքի ցանկ վերցրի, ինչպես նաեւ նշեցի հատուկ օրերը, որի շնորհիվ ինձ տնից շատ կտրված չէի զգում։ Գիտեի, թե ինչ առիթներ են լինելու։ Թեև չէի կարողանում խոսել Լաուրայի հետ, բայց կարող էի աղոթել նրանց համար։ Եվ նա գիտեր, որ աղոթում եմ իրենց համար իմ աղոթքի ցանկի օգնությամբ։ Երբ իրարից հեռու եք, ձեր ամուսնության մեջ լարվածություն է նկատվում, բայց պիտի հաղորդակցվեք իրար հետ, սատարեք միմյանց եւ միասին հաղթահարեք այդ ընթացքը։ Կնոջդ տեղեկացրու, թե ինչ խնդիրներ ունես, ինչի համար ես մտահոգվում, ինչ անհանգստություններ ունես եւ մյուս կողմից գնահատիր այն, ինչի միջով նա է անցնում։ Չի բացառվում, որ անակնկալի գա, երբ ինչ-որ մեկը նորից ներխուժի իր կյանք։ Հրաշալի է, որ երբ հասա իմ ստորաբաժանում, Լաուրայի նկարները մոտս էին։ Ինչպես նաեւ իմ սիրելի բաները, ասենք, եթե Լաուրան իմ սիրելի սուրճն է պատրաստում, ինձ հետ ծով եմ տանում։ Եթե վստահում ես կնոջդ, երբ քեզանից հեռու է, նա էլ քեզ է վստահում։ Դա է գլխավորը։ Դա միակ կարևոր բանն է վստահել։ Եթե չկա վստահություն, ձեր ամուսնությունը կարճ կյանք կունենա։ Աշխատեք ձեր միացումը դիտել որպես մեղրամիս։ Բոլորս էլ հիշում ենք մեր մեղրամիսը։ Այդ օրերին սովորում ենք միասին ապրել։ Իսկ այժմ նույնը վերապրում ենք։ Այդպիսով 18 ամիսը 1 կամ 2 տարին մեկ մեղրամիս ես անցկացնում։ Ուրիշ ոչ մի աշխատանք քեզ նման հնարավորություն չի տա։ Մենք գիտենք, որ այս դասը շոշափում է որոշ դժվար խնդիրներ։
Բայց հիշեցեք, պետք չէ ձեր հարկադիր բաժանումը դիտել որպես լիովին բացասական իրադարձություն։ Գուցե նկատենք, որ անում ենք գործեր, որ երբեք չէինք անի, եթե ամբողջ ժամանակ իրար հետ լինեինք։ Առժամանակ իրարից բաժանված լինելը կարող է լավ բաներ սովորեցնել։ Վերջերս Մարին ստիպված եղավ սովորել խոսել տարբեր հեռախոսային ընկերությունների հետ, ինչպես նաև զբաղվել այլ գործնական խնդիրներով, ինչը նա ընդհանրապես չի սիրում։ Դրա համար միշտ ջանում է գլուխն ազատել դրանից։ Սովորաբար ես եմ այդ ամենն անում, բայց երբ երկրից դուրս եմ, այլևս չեմ կարող զբաղվել դրանցով։ Թեև հիմա բջջային հեռախոս էլ ունեմ ինձ մոտ, բայց կրկին հեշտ չէ լուծել այդ բոլոր գործնական հարցերը։ Հիմա կարծում եմ, սովորել ես գլուխ հանել հեռախոսի, գազի, լույսի ու մյուս մուծումներից։ Այո, որոշ խիզախություն է պետք այդ ամենի համար, քանի որ դրանից շատ հեռու էի։ Չեմ սիրում զրուցել անծանոթ մարդկանց հետ։ Հիմա ավելի համարձակ եմ դարձել։ Հավանաբար դա մեր բաժանման դրական հետևանքներից մեկն է։ Ուղղակի պետք է գործերը տանես։ Չես կարող սպասել, մինչև ամուսինդ տուն գա։ Որոշ գործեր չես կարող հետաձգել մինչև հանգստյան օրերը կամ եւս 3 ամիս։ Որոշ գործեր անհետաձգելի են։ Հիմա շատ ավելի լավ եմ տան գործերով զբաղվում, երեխաների համար հոգ տանում, ինքնուրույն որոշումներ կայացնում եւ ուղղակի հույս եմ փայփայում, որ երբ վերադառնա, նրան դուր կգա այս ամենը։ Վերջապես այդ ամենը պետք է անել, կյանքն առաջ է ընթանում։ Որոշ զույգերի համար բաժանման ընթացքը կարող է ամուսնական կյանքին աճ տվող հնարավորություն ընձեռել։ Գուցե ձեր կյանքում առաջին անգամ սկսվի երկար նամակագրության շրջան։ Երբեմն մեզ համար ավելի հեշտ է լինում մեր ներքին ապրումները, երազանքներն ու ծածուկ ցանկությունները արտահայտել գրավոր խոսքով։ Շատ ուրախ ենք, որ ամուսիններով ժամանակ եք տրամադրել ձեր հարաբերությունները բարելավելուն, հաճախելով ամուսնական դասընթացին։ Հուսանք այս դասն օգնեց ձեզ ոչ միայն բաժանման ընթացքը ճիշտ տնօրինելու, այլ նաև իրարից հեռու լինելը դիտելու որպես հնարավորություն ամուսնությանն աճ եւ ամրություն տալու համար։ Դա իր դրական կողմն ունի։ Բաժանման առավելությունն այն է, որ սկսում եք գնահատել միմյանց։ Սկսում եք իրապես արժևորել առօրյա մանր գործերը, որ նախկինում անտեսում էիք ձեր համատեղ կյանքում։ Իսկ երբ վերջապես նորից միասին եք, հատկապես եթե ձեր ամուսնական կյանքում տհաճ կամ վատ սովորություններ ունեիք, արդեն հնարավորություն եք ստանում դրանք շտկելու եւ ամեն բան նոր էջից սկսելու։ Կարողանում եք նորից անդրադառնալ այդ խնդիրներին եւ աշխատում եք լավ ավանդույթներ հաստատել ձեր ամուսնական կյանքում։ Վերջապես լինելով քրիստոնյա, կուզենք ամփոփել, ասելով, որ մենք խորապես համոզված ենք, որ ամուսնությունն Աստծո կամքն է։ Աստված խոստանում է մեզ հետ լինել հատկապես դժվարին ու խճճված իրավիճակներում։ Հին կտակարանում մի խոսք կա. եռապատիկ թելը հեշտ չի կտրվում։ Ահա թե որքան ամուր է ամուսնությունը, երբ Աստված է կենտրոնում։ Ուստի կուզենք հիմա աղոթել ձեզ համար։ Տեր, շնորհակալ ենք քո խոստման համար, որ մեզ հետ ես լինելու ուր էլ լինենք։ Աղոթում ենք այն բոլոր ամուսինների համար, ովքեր ստիպված են ժամանակավորապես հեռանալ իրարից։ Թող որ նրանք հասկանան, որ մենակ չեն, որ թեև հեռու են իրարից, բայց քո ուժով կարող են հաղթահարել իրենց հանդիպող դժվարություններն ու փորձությունները։ Խնդրում ենք առաջնորդիր նրանց եւ օգնիր աճել միմյանց ճանաչելու ու հասկանալու մեջ, որպեսզի նրանց ամուսնությունը ոչ միայն անխախտ մնա, այլ ավելի սերտանա ու ամրապնդվի դրա շնորհիվ։ Հիսուսի անունով։ Ամեն։ Հուսանք այս դասը իրար հետ քննարկելու լավ առիթներ տվեց, որ կօգնեն ձեզ ապագայում բարելավելու ձեր փոխհարաբերությունը։ Մենք մշակել ենք նաև որոշ տնային հանձնարարություններ, որպեսզի ձեր քննարկումները շարունակեք եւ հուսանք եւս օգտակար կլինեն։ Բայց մեր բաժինն այսքանն էր։ Հաջողություն։ Հաջողություն։